Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Օրինակիցներ, աշխարհասփյուռ հայություն, բարի կամքի մարդիկ աշխարհում եք, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ։ Ստիպված դիմում եմ ձեզ, քանի որ այլընտրանք բացապես չունեն։ Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանական բանտից պատմել է իրավունքների ոտնահարման մասին, դիմել է հայ ժողովրդին, լրատվամիջոցներին, միջազգային հանրությանն ու մարդու իրավունքների պաշտպաններին խնդրելով պաշտպանել հայ գերիների իրավունքները։ Սա ոչ թե դատավարություն է, այլ էթնոքաղաքական վենդետա ուղղված հայ ժողովրդի անցյալի ու ապագայի դեմ ձայնային հաղորդագրությունում ասում է Դավիթ Բաբայանը, որին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է ՑՄ ազատազրկման։ Բաբայանը հայտնել է, որ անհետացել են վերաքննիչ դատարան ուղարկած իր նամակ բողոքները, դիմումները, իսկ դրանք անհրաժեշտ են իրեն միջազգային դատարան դիմելու համար։ Իմ փաստաբանն է դրա մասին տեղյակ պահել մայիսի 7-ին, ասել է վերջին օրն է, անակնկալ էր, փետրվարի 23-ին 2 դիմում եմ ուղարկել եւ այդ ամենը անհետացել է։ Ստիպված մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը, բացի դրանից մեկուսարանից բանտ տեղափոխվելու ժամանակ իմ վերջին ելույթն են առգրավել։ Սա ոչ այլ ինչ է, քան քայլ, որ ոչնչացնեն բոլոր քննադատական ելույթները, միջազգային հանրությանն ի գիտություն։ Գրեթե 3 տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Բաբայանը խնդրում է, որ պահանջեն իր վերջին ելույթների տեսանյութերը։ Կխնդրեի, որ պահանջեք, խնդրեք մեր վերջին ելույթները ձեզ տրամադրեն նաև տեսանյութով, եթե արդեն չեն ոչնչացրել։ Դատական գործընթացի մասին հակիրճ ներկայացնեմ, ով է իմանում վաղը ինչ կլինի հետս, որ տեղյակ լինեք ընդհանուր առմամբ ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որն ընթանում է իհարկե շինծու է, խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարադատության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Կոչ եմ անում, որ մեր հայրենանվեր հայությունը միավորվի եւ պաշտպանենք մեր իրավունքները, որովհետեւ մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Օրեր առաջ էլ բանտից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել Արցախի հանրապետության նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նիկոլ Փաշինյանը երեկվա քարոզարշավից հետո Արագածոտի մարզի 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դրանք դեռ չեն մակագրվել, քանի ընթանում է ծառայողական քննությունը։ Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման մասին դիտորդների ազանգներին։ Ականատես դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Ապարան համայնքում ԿՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման եւ քարոզչության անչափահասների ներգրավման դեպքեր։ Այն դպրոցները, որոնց հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև որպեսզի չստացվի, որ մենք պայտակ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք եւ որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն։ Ես ասել եմ, որ դիմում գրեն, եթե չեմ սխալվում 4 դպրոցի տնօրեն, որտեղից աշակերտ է ներկա եղել, իրենք դիմում են գրել, համարել են, որ ինչ որ խնդիր կա, այդ դիմումների մասով կլինեն ծառայողական քննություն, ասել է Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ընթանում է ծառայողական քննություն։ Աջափնյակում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը նաև ասուլիս էր տալիս, որն ընդհատվեց այն պահին, երբ Փաշինյանը պատասխանում էր ատոմակայանի վերաբերյալ հարցերին։ Կինը բարձրաձայնեց թափառող կենդանիների ստերջացման խնդիրը, վստահեցնելով, որ անգամ ստերջացումից հետո կենդանիները հղիանում են։ Ազգային ժողով մտած նոր օրենքում հստակ գրված է, որ ստերջացման հետ կապված վերահսկողությունն իրականացնելու են համայնքները, արդեն 150-րդ շունն է, համայնքները հավասարաչափ հողերը լվանում են։ Շների ականջներին 300 դրամանոց կլիպս են կպցնում ու 24700 դրամը գրպանում, ասաց նա, հավելելով, որ իր հետ վերած շունը նույնպես այդ օրինակներից մեկն է։ Փաշինյանը խնդրեց, որ շանը փոխանցեն վերահսկող մարմիններին, որպեսզի հենց այդ օրինակով հասկանան ու բացահայտեն խնդրի էությունը։ Պետք է որ սա նաև գների վրա հասնի, կրկնում եմ, սա ընդհանուր մեծ կարգավորման գործընթացի շրջանակներում եւս մի կարևոր արդյունք է, մենք մեր ԱԳՆ խոսնակը նաև պաշտոնապես ողջունել է Թուրքիայի որոշումը։ Պարոն Միրզոյան, նաև Քարոզարշավին ակտիվորեն մասնակցող Արարատ Միրզոյանը կարծում է, որ Թուրքիայից Հայաստան ապրանքների ուղիղ ներմուծումը ազդեցություն կունենա գների նվազման վրա։ Միրզոյանը բացատրեց, որ նախկինում Թուրքիայից ապրանքներ արտահանելու եւ Հայաստան ներմուծելու ուղիղ հնարավորություն չկար։ Բեռը ցամաքային ճանապարհով որպես արտահանում տեղափոխվում էր Վրաստան, այնտեղ մաքսազերծվում էր եւ գրանցվում որպես արտահանում Վրաստանից Հայաստան։ Ըստ նրա, սա լրացուցիչ ֆինանսական ծախս էր, ինչն արտացոլվում էր Հայաստանում դրա ինքնարժեքի վրա։ Ցանկացած մարդ, որը նախկինում ինչ-որ ապրանք էր ներմուծում
ստացում Թուրքիայից, այսուհետ կարող է դրանք ներմուծել մաքսային առումով ուղիղ Հայաստան, քանի որ սահմանը դեռ փակ է, բայց վստահ եմ առաջիկայում այդ սահմանն էլ կբացվի ու ուղիղ բառի ուղիղ իմաստով ապրանքը կներմուծվի Հայաստան, ասաց նա։ Միրզոյանը հավելեց, որ սա մեր գործընթացում կարևոր արդյունք է, ըստ նրա Թուրքիայի հետ երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող է հասնել սպասել ամբողջական կարգավորման։ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ գործընթացի վերջնական նպատակը Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալն է, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ ընդհանուր առմամբ նորմալ հարևանային հարաբերությունների ձևավորումը։ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչ եւ դասախոսներ են ձերբակալվել, այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեակամարույթի շրջանակում կաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք, հայտնել են կոմիտեից։ Մամուլը գրում է, որ ձերբակալվածներից մեկը Բրյուսովի համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչ Գ. Եղիազարյանն է։ Ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար 2026 թվականի պետական բյուջեից սահմանված 3.7%-ի փոխարեն 7.7%-ի վերաբաշխում կատարվի, համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այսօր ընդունված որոշման պահածին 2026 թվականի բյուջետային տարվա համար սահմանված վերաբաշխման սահմանաչափը բարձրացվեց։ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է շուրջ 61.6 միլիարդ դրամ եւ գործող կարգավորման համաձայն ԱԱԾ վերաբաշխման սահմանաչափը կազմում է շուրջ 1.232 միլիարդ դրամ։ Մինչդեռ ներկայում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ընդհանուր 3.51 միլիարդ դրամի վերաբաշխում։ Հարկ է նկատել, որ միայն նշված վերաբաշխումը 7%-ային կետով է գերազանցում 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ԱԱԾ ընդհանուր վերաբաշխման սահմանաչափը։ Ըստ այդմ վերաբաշխումների իրականացման առավելագույն սահմանաչափ սահմանվում է ԱԱԾ-ի հաստատված հատկացումների գումարի մինչև 7%, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Կառավարությունից վստահեցնում են, որ այսպիսով առավել արդյունավետ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ատելության խոսքը մի փոքր քչացել է։ Նա նշեց, որ նախկինում նույնիսկ հատուկ հայտարարություններ են տարածել, որոնք վերաբերել են ատելության խոսքի կանխարգելմանը։ Չէի ասի, որ խոսքի այդ տեսակները բացառվել են ընդհանուր խոսույթից, բայց երբ ընդհանուր դաշտ ենք մշտադիտարկում, առնվազն ատելության խոսքի տեսակների տարածելիության առումով մի փոքր ավելի քչացել են, ասաց Մանասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում։ Նրա խոսքով խոսքի ազատության շրջանակում այդ արտահայտությունները խոչընդոտ չեն եղել։ Ես կոչ եմ անում, ուղղակի հորդորում եմ քաղաքական գործիչներին, որ ուղղակի չօգտագործեն նման խոսույթ, ընդգծեց ՄԻՊ-ը։ Մանասյանը հավելել է, եթե նույնիսկ օրենքի տեսանկյունից դա պատժելի չէ, ընդհանուր միջավայրի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում։ Մայիսի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիի մարզում ժամը 02:40-ի սահմաններում Հայկավան Նորապատ ավտոճանապարհին Հայկավան գյուղի վարչական տարածքում Արմավիր մարզի բնակիչ 21-ամյա Նարեկան իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, փախվել բետոնե պարսպին եւ թիթեղյաց ցանկապատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի տևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազաբալոնի փականը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից հահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։